Օմանում մեկնարկել է Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը բանակցություններից առաջ Իրանի արտաքին գործերի նախարարը, որը գլխավորում է իրանական պատվիրակությունը, հայտարարել է. Թեհրանը հանձնառու է դիվանագիտությանը։ Իրանը բանակցություններում աչալուրջ է լինելու, չմոռանալով անցած տարվա իրադարձությունները, վճռական ենք պաշտպանելու մեր իրավունքները։ Փոխադարձ հարգանքը եւ փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ երկարատև համաձայնագրի հիմք են, գրել է Սեյեդ Աբբաս Արաղչին X-ի էջում։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Զուգահեռ Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը նախազգուշացրել է Իսլամական Հանրապետությունում գտնվող ամերիկացիներին անհապաղ լքել երկրի տարածքը, դիտարկելով ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնելու տարբերակը։ Դեսպանատնից հայտնել են, որ Իրանում հնարավոր են ինտերնետ կապի խափանումներ, նաև բարձր ռիսկ կա, որ ԱՄՆ քաղաքացիներին կարող են ձերբակալել։ Աբու Դաբիում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որին մասնակցել է նաև ամերիկյան թիմը։ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտնել է, որ պատվիրակությունները քննարկել են մի շարք չլուծված հարցեր, այդ թվում հնարավոր հրադադարի մեթոդները եւ ռազմական գործողությունների դադարեցման մոնիթորինգը։ Բանակցությունները կառուցողական էին, կենտրոնացած էինք ինչպես ստեղծել պայմաններ երկարատև խաղաղության համար, մանրամասնել է Ուիտկոֆը։ Նաև նրա խոսքով խաղաղության հասնելու նպատակով Միացյալ Նահանգները համաձայնել է վերսկսել բարձր մակարդակի ռազմական շփումները Ռուսաստանի հետ, որոնք ընդհատվել էին պատերազմի սկսվելուց առաջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։ Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել է, որ սպասում է Կիևի բանակցային թիմի ամբողջական զեկույցին։ Վոլոդիմիր Զելենսկին եւս հաստատել է, որ հանդիպումները կշարունակվեն արդեն հավանաբար Միացյալ Նահանգներում։ Պատրաստ ենք աշխատել բոլոր ձևաչափերով, որոնք իսկապես կմոտեցնեն մեզ խաղաղությանը եւ կդարձնեն այն հուսալի եւ երկարատև, շեշտել է Զելենսկին։ Աբու Դաբիի բանակցությունները մեկնաբանել են Մոսկվայից։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեղադրել է եվրոպական կողմին բանակցությունները խաթարելու եւ դրանց ներգրավվելու փորձերի համար։ Հենց նման իրավիճակն ապացուցում է, որ ուրեմն մեզ հաջողվում է առաջընթաց գրանցել, համոզմունք է հայտնել Դմիտրիևը, հավելել, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև տնտեսական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Փետրվարի 5-ին Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետը լրանալու ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ նոր բարելավված պայմանագիր, նախկին համաձայնագիրը երկարաձգելու փոխարեն։ Սպիտակ տնից հայտնում են, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանն այժմ բանակցում են այդ հարցով։ Ջեյդի Վենսն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է աշխատել Մոսկվայի, Պեկինի կամ ցանկացած այլ երկրի հետ աշխարհում միջուկային սպառազինության քանակը կրճատելու համար։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր եւս 1 տարով երկարաձգել ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետը, սակայն կարծիքներ կան, որ Սպիտակ տունը չի ցանկանում գնալ այդ ճանապարհով։ Ամերիկյան կողմը մտահոգված է ոչ միայն Ռուսաստանի միջուկային զինանոցով, այլև Չինաստանից աճող սպառնալիքով, քանի որ համաձայնագիրը չի սահմանափակում Չինաստանի միջուկային զինանոցն ընդլայնելու Պեկինի կարողությունները։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա։ Պոլիտիկոն գրում է, որ օրակարգում ի թիվս այլնի լինելու է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ուկրաինայում խաղաղությունը փոփոխություններ կբերի Եվրոպա, մասնավորապես Սևծովյան տարածաշրջան։ Թուրքիան կարևոր գործընկեր է մեզ համար, պարբերական ինտված մեկնաբանությունում ասել է Կոսը։ Ակնկալվում է, որ այցի ընթացքում եվրոպացի պաշտոնյան կմասնակցի Թուրքիայի վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելու համար 200 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Միևնույն ժամանակ Կոսն ընդգծել է, որ չի պատրաստվում Անկարայում քննարկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության վերսկսման հարցը։ Եվրահանձնակատարի խոսքով ավելի շատ կենտրոնանալու են փոխվստահության վերականգնման եւ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա։ Դիանա Գասպարյան, լուրեր։